Շանթ հեռուստաընկերությունը և Վիտամին Production-ը ներկայացնում են Ինտակոլ, երբ ժամանակն անզոր է Դոլ հյութեր և կոմպոտներ Արևի ջերմությունն ու արևադարձային թարմությունը ձեզ համար Take, վերցրու, վայելիր, կրկնիր Zitland, ընտրության ուժը Ամիկա չիպս, իտալական համ, որ միավորում է Ինյան համ, որն ուզում ես ամեն օր զգալ Ինտակոլ, երբ ժամանակն անզոր է Allsell, ամեն ինչ հասանելի Շանթ հեռուստաընկերության եթերից մենք ձեզ ասում ենք բարի գալուստակում, որտեղ դուք միշտ կարող եք տեսնել տարբեր ոճի հումորներ Այո, կամ վատ հումորներ, տափակ հումորներ, անդուր հումորներ Մի վարքյան, Լուիզա, լավ հումորներ չեն լինում Ինձ ես հարցնում, դու ես գրում Բարի երեկո, բարի գալուստ, Women's Club Հայրեն բեն բարեկամներ մեր բարձր ծափարությունները կրկին մեր երաժիշտերին Իսկ այժմ բեմ արդակը տրամադրում ենք նրանց, ովքեր շատ հաց ու պանիր պիտի ուտեն, որ կշտանան 11 վայրկյան առաջ էջն է բեմում դիմավորեք Բարև ձեզ, սիրելի ընկերներ Ոնց է տրամադրությունը Շատ լավավոր, լավ է սիրելի ընկերներ Կրկին շաբաթօր է մեզ մոտ Կրկին Women's Club-ն է եթերում Եվ այս շաբաթ մենք բերել ենք 11 վայրկյաններ Որտև նախորդը բերել ենք story Հետո նախորդն է որտև բերել ենք 11 story Առաջին 11 վայրկյանը գիտեք չէ ինչ է 11 վայրկյանը ներկայացնում ենք իրավիճակ հետո ներկայացնում ենք թե ինչ է տեղի ունեցել այդ իրավիճակից 11 վայրկյան առաջ եւ միանգամից առաջին 11 վայրկյանը շատ հավես 11 վայրկյան Իա Բա խորովածի կողքը մի բաժակ չխմենք ախպեր Աչե ես Ինչա չէ ես ախպեր խորովածի կողքը չխմել է էդի ոնց որ խոսքի առաջի գիշերը մտնես քնես Հասկանում ես, ասեք մտնես ինքը ընտեսած հավեսով քեզանայում, դու տես հավեսով խրսնելով քնես Այդի ոնց որ սխալ է, խորովածի կողը պետք է մի հատ խմես, ամենը համով պահն է Չեմ կարող, չեմ խմում Արա չեմ խմում, քո պես չխմում Էդի ախպերս, էտա սվիտոյ է, ցավը տանեմ, էդի սուրբ գործա, բռատս, պետք է խմվի մի հատ խորով մի բաժակ Ուշանում եմ, էլի Հələ մի հատ բան արա Ուշանում եմ, ախր Ով ուշանում է, թող չվռազի ցավը տանեմ Պապաս էր ասում, մինչև վերջ չէ ջոգինգ ինչ էր ասում, բայց ասում է, էլի Ողորմի Չէ, սաղը ախպեր Դե չողորմի Հա, արա, պապաս է Դե լավ, թող Արա, դե, խմի, երևն որ խմել չգիտես Հա, էլի թե մեղավոր եմ ես է տեղը Ես դե գնամ Չէ, սպասի մի հատ մսից փորձենք Չէ Վեդար մայր, չակայ մահի Հանովա Աղը շատ աղ է Դե, վարատ է լավ Մի հատ է խմենք Ախր չէ Դու պսակված ես Հելը չէ Խմի որ չպսակվես, որտեղ որ խմար ալկաշ ես դառնալու, դարդը աղբեր ես, այնա կնգաս ղարկել եմ աղբեր, որ արե կարևոր չի։ Բախտավոր։ Ով։ Արա դեբիլ ես դու, պրոստը բախտավորը որն է, պետք է ասես ով։ Ով դու բախտավոր։ Ես շատ կարևոր է, ապրես։ Բոլորս բախտավոր։ Բոլորս բախտավոր ենք։ Պետք է իրար օգնենք, որ չհոգնենք։ Սիրո համար։ Սերը նենց բան է, որ այդքան է կարևոր չի, կարևորը առաջի գիշերն է։ Այ որ պետք է մտնեմ տենամ չխրսնեմ։ Հա, պետք է չխրսնես, պետք է հասկացա։ Գվստես, լավ։ Ես էլ սիրո համար, ես էլ ասա շաշ համարի։ Բյատե կուսոք։ Ախր Իմա գնա, խորովածի կողքը անպայման խմելը ճիշտ է, հիշի։ Ախր Լավ եղեց, հավը տանեմ։ Այս իրավիճակից 11 վայրկյան առաջ։ Թափ Չիպսի սովարա։ Բարև ձեզ, ես 31 բնակարանն է պատվեր եմ բերել։ Ինչ պատվեր։ Խորովածի։ Ախպերս 31-ը մերը չի, վերևի հարևանինն է։ Բայց խորովածի կողը արժի մի հատ խմել, հա։ Չէ, ցավը տանը։ Ախպերս էդի շատ կարևոր է։
Հաջորդ 11 վայրկյան էլի, ուղղակի 11 վայրկյան։ Անուն ազգանուն։ Հակոբյան Բենջամին։ Հակոբյան Բենջամինը J-ով թե F-ով։ Ո՞ր ինչ տարբերություն կրեք Բենջամին։ J-ով թե J-ով։ Ճայով։ Բենջամին։ Հա, Տարիքը։ 38.5։ Յանի փետրվար ծնունդ։ Հա, փետրվար ծնունդ, գրեք։ 38 Մի քիչ արագ։ Հա, արագը քորիկ ջան, մի քիչ զսպեք ձեզ էլի։ Աչքերի գույնը։ Մեկը կանաչա, մեկը կապույտ, վանայա։ Կատոյա ձեր։ Վայ! Գրեք կապուտաչա, գրեք Կապուտաչա, էդ իրար հետ է թե կապուտ։ Իրար հետ է, իրար հետ, միասին։ Իսկ հոբի ունի ինչ որ։ Հոբի, ասենք ինչ է սիրում։ Ձի։ Երևում է։ Ձեզ որ նայում եմ։ Ահա։ Իսկ բոյը։ 1.78։ Օրո լավ էլ բոյով այդ ցավ։ Կարար 1.80 լիներ, շարունակեք, արագացրեք։ 1.80 բոյը։ Հետաքրքիր արտաքին։ Շատ հետաքրքիր է, շատ։ Դե լավ, իսկ թվում է ամեն ինչ պարզ է, լավ, գնանք։ Վայ, լուրջ եք ասում, ինչ լավ է։ Գնանք, իսկ ոնց եք սիրարվենից հետաքրքիր է։ Ուղղակի դուք մի քիչ սերվայոտ բան ունեք ձեր մեջ։ Սերվային հələ չես տեսել։ Լավ, գնանք, Ժորժ ջան, կներեք։ Այս իրավիճակից 11 վայրկյան առաջ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք եք չէ փրկարարը։ Հա, ես փրկարար։ Խնդրում եմ էլի ամուսինս ծովում խեղդվում, այլ եկեք էլի արագացրեք։ Անուն ազգանունը։ Ահա դերքան։ Հաջորդ 11-ը ուղղակի 11 վայրկյան։ Կարող եք դրանով հով անել ձեզ։ Հով անել։ Հա։ Լուրջ։ Հա, սենց լավ թափով կարակ հով անել։ Տիպը սենց Հա։ շոքա, սենց հա։ Նայեք, տարբերակ եմ ասում, կարակ խորովածի համար կպչան որպես օգտագործեք։ Լուրջ։ Հա։ Էդ լուրջ եք Հա, ասում։ էքստրեմալ պայմանային, որ արագ կպչան է պետք, կարակ կպչան Լուրջ օգտագործեք։ կպ։ Ինքը բազմաֆունկցիոնալ է, նայ, մտել ես մի հատ այն անհարմար տեղ, սենց մի հատ աղջկի տակ, սենց գալիս են ճանջը զվասում, ասած ուղեղը ռնդում այն, որ վերկալում ես սատկասնում ես։ Ճլտ։ Այո։ Լուրջ ես ասում։ Ճլտ։ Որը սարե, որը էսի։ Սանովիչը Նայ, սեղանի ոտեր են, որ անհավասար է, էլնում, սենց արմունկով հենվում է, սենց տլեղ։ Կարես սիրուն դնես տակը։ լուրջ ես ասում։ Որը սարե։ Լուծում չի։ Հա լուծումը։ Իսկ կարող խոսքի ատամի սարանքը միս մտածելնի։ Այ այդ, նայ, մտցնում ես, սենց սիրուն, այս կողմից մտցնում ես, այս կողմից հանում ես։ Լուրջ ես ասում, սենց բաներ։ Մի վարկյանում։ Այդ թրելերից լավ է աշխատում 100%։ Որը դզեց։ Նայ, Որը սարը դզեց։ էջերը կարաս հանես, սիրուն սամալոտ անես, երեխեքից պույտի ուրախացնես։ Որը սարե վարա։ Վերջն։ Լավն է, չէ։ Խազարել։ Ասա, բազմաֆունկցիոնալ։ Շնորհակալություն։ Ստեսյուն։ Հաջողություն։ Հողը վրա թեթև։ Այս իրավիճակից 11 վայրկյան առաջ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարգելի Զիրոյան, ես ձեզ շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Դուք ավարտեցիք համալսարանը։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ ձեր դիպլոմը։ Այս դիպլոմովի չան է։ Կարես կտասից հով անես։ Լուրջ է հովան է։ Եվ մեր վերջին 11 վայրկյանը շատ հետաքրքիր զրույց։ Նկարագրեք։ Կապույտ աչքեր ուներ։ Լսի կապույտ Սենց աչքեր։ ձգված, հա, սենց։ Աղջի, ձգված աչքեր, մենակ աչքերներ ձգված։ Չէ, թարթիչներն էլ։ Հետո Լուրջ ասում, այդ սենց մի հատ սենց թարթում էր, սենց էր լինում։ աղջի։ Հա, սենց Իսկ ուրիշ ինչ կասես։ Ջորջ Կլունիի դունչներ։ Ոյ, Ջորջ Կլունի դունչ, աման։ Բոյով, շատ բոյով։ Իշքան։ 1.80 պլյուս։ Ոյ, ոստավո։ Պլյուս է։ Անուն ինչ է։ Մոռացել եմ հարցնեմ ճիշտն ասած, Բայց սենց առնական տղա էր սենց էլի, հա։ ֆիրմայոտ կարճ անուններ էլի Ոյ, օրինակ։ քեզ բոնորը գժվում եմ։ Ուզում ասեմ ահա որա։ Թիկնեղ։
թիկներ, Հա։ պարապած հատ։ Հա, սենց ուսեր ուներ, ուսերից էլ ձեռք էր։ Դե սաղել ունեն։ Չէ, իրանը ուրիշ ձև էր։ Ինչ ձև։ Իրանը սենց երկար էր, ձեռքերը մեծ, սենց երկար, սենց Ահա որ։ ուսերի տակն էլ սենց դոշն էր գալիս, երկու հատ, այս սենց։ Լսի սաղելը տենց են, ես ինչ։ Չէ, իրանը ուրիշ ձև էր, տակն է կուբիկ։ 8 հատ կուբիկ։ 8 հատ կուբիկ։ Կոկորդիլոսը ինչ։ 8 հատ կուբիկ ու կուբիկի տակն էլ Հա։ 2 հատ երկար ոտ։ Չէ լավ։ Հա, սենց ֆուտբոլիստի ոտ, մուսկուլոտ այս սենց 2 հատ։ Բայց հայ ֆուտբոլիստի թե նորմալ։ Չէ, նորվեգացի։ Հալանի նման է տենց։ Հալանդի։ Այդ տենց։ Շատ լավ, պարզ։ Այս իրավիճակից 11 վայրկյան առաջ։ Հարգելի քաղաքացի, ինչպես հասկացա, այդ տղան ուզեցել է ձեզ տիրանա, հա։ Նկարագրեք, ինչ ձև էր, նկարագրեք իրան։ Կապույտ աչքերով էր։ Լուրջ ես ասում։ Շնորհակալություն, բերում 11 վայրկյաններն են։ Մերսի շատ։ Իսկ այժմ պատկերացնենք մի հետաքրքիր իրավիճակ։ Սոցիալական ծրագրի շրջանակներում փորձում են թափառաշրջիկներին ապահովել աշխատանքով։ Բեմում են Էլենը եւ Զիրոյանը ձեր բարձր ծափարությունների ներքո։ Գնաց։ Բրակ։ Այս բուձելնիկս էլի խփեց, սպասի, սիծաշքան կալը նատուրի, ուրա, ալա ջան, ալա հեսարական։ Բրաջակ, ոնց կալի ազարդել ու ամեն որ նույն բան անել, ոնց որ մոտս ձեն սուրկան ալնի սուրկայի մեկը, ալա չէ, աշկիս հելեմ, էտ համ գործի, այսօր մի քիչ թե չէ էտ համ գործի, չէ էտ համ գործի, 100 դրամ տվեք, ար համարելու փոխարեն 100, ար չէ այսօր գործը վերած, էտ համ լուչ եկենեմ, Բարև ձեզ։ Բարև, ահա, ոնց որ թե գործը իրա ոտով եկավ, 100 դրամ տուր, էլի 100 դրամ տուր, չեմ խորելա։ Հարգելիս, մենք նոր սոցիալական կազմակերպություն ենք եւ ձեզ 100 դրամ չենք տալու, այլ շատ ավելի լավ բան։ 200 դրամ եք տալու։ Ոչ, շատ ավելի լավ բան։ 300։ Ոչ։ Դες տեսեք, մենք սոցիալական կազմակերպություն ենք եւ անապահով մարդկանց օգնում ենք աշխատանքով, որպեսզի դուք աշխատեք եւ այլևս գումար չհավաքեք։ Ցավը տանեմ, ես աշխատում եմ։ Ասեմ ավելին, ես ամեն օր արևի տակ աշխատում եմ, փող եմ հավաքում մարդկանց։ Ինչ ես ուզում ես։ Չէ, դուք երևի ինձ ճիշտ չհասկացաք։ Մենք ուզում ենք, որպեսզի դուք աշխատանք ունենաք, որպեսզի գնաք տուն, աշխատանքից տուն վերադառնաք, հարկերը մուծեք, կոմունալները վճարեք վերջի վերջո։ Արա, ես հենց այդ կոմունալների պատճառով ես օրին եմ ընկել, այդ ցավը տանեմ։ Ինչ ուզում ես ուղարկես իմ մութ անցյալ։ Ոչ, նման բան չկա, չէ։ Մենք պարզապես, բռնվեք, մենք պարզապես ուզում ենք, որ դուք կռիշ ունենաք։ Ոնց կռիշ։ Կարող է գիտես քո համար պատարեկի կռիշ կա եմ, որ կռիշ ունենամ։ Այդ քեզի բան, խաղաղ որ կա մեկի վրա ուզում եմ պարկում եմ, բանը կանգառներում եմ հանգիստ պարկում կռիշն է կա։ Տեսեք, դուք երևի մեզ սխալ հասկացաք։ Դե բացատրի նորմալ հասկանում։ Մենք ուզում ենք ձեզ աշխատանք առաջարկել։ Օրինակ ավտոլվացման կետում մեքենա լվանակ։ Արա մերեմ քեզ ես ավտո չունեմ, ոնց ավտո լվանակ։ Ուրիշի մեքենա լվանակ։ Հիվանդ այս ուրիշի ավտոն խեմ լվում, թող ինձ լվա։ Փողով։ Արա փողով որ լվամ կթրջվի փողը, ուրիշ բանա։
Մերրեմ քեզ ասեր խոսքի շորով լվանայ, պոլիշաներ խոսքի պապուտակի մայկով չորցրենք, ասենք հան։ Շատ լավ, երևի ձեզ այդ աշխատանքը դուր չեկավ, ես ձեզ եկեք ուրիշ բան առաջարկեմ։ Կցանկանաք մանկապարտեզի պատեր ներկեք։ Արա ցավը տանեմ, ինձ դրա համար գործիք կան պետք, ներ կան պետք։ Անհոգ եղեք, քաղաքապետարանը ձեզ ամեն պարագաներով կապահովի, վրցիններ, ներկեր։ Իսկ քաղաքապետարանը կարա ինձ մի հոգով ապահովի, թող ապահովի մնացածին վրա։ Լավ, երևի այս աշխատանքն էլ ձեզ դուր չեկավ, իսկ մի բան հարցնեմ, էլի, կարող է ուզենաք բարձրահարկ շենքերի պատուհաններ լվանաք։ Արա հիվանդանոց արա։ Արա մերրեմ քեզ ես հելմետ վերևից տնկվեմ գլխով ասֆալտի վրա հետո։ Նման բան չի լինի, ներքևում մարդ կա կանգնած, ով ձեր ստրախովկան պահում է։ Թող այդ մարդը լերնի մաքրի, եկզի բան։ Լավ։ Որս է։ Ես ոնց հասկացա դուք շատ ալարկոտ եք, դրա համար ձեզ համար գտել եմ նստակյաց աշխատանք։ Ուրեմն ձեզ կշերք ենք նվիրում, նստում եք այստեղ, անցնող դառնողը կշռվում է ու ձեզ 100 դրամ է տալիս։ Ինչ կասեք։ Ասեմ։ Ուրեմն ինձ առանց կշերքել 100 դրամը տալիս են։ Ասեմ ավելին։ Վաղ տալում այսպես եմ նստում։ Ոտս տակս դրած թմրում, մի կես ժամ հետո հելնում եմ, սենց եմ քայլում։ Վարա բաբշե 1000 դրամ են տալի։ Լավ, որպեսզի այդքան չտանջվեք, ես ձեզ առաջարկում եմ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանում աշխատանք։ Կարծում շատ իդեալական տարբերակ է։ Քաջարան։ Այո։ Այո, գնալ գալը։ Գնալ գալու խնդիր չկա։ Ձեզ բնակարանով կապահովեն այնտեղ, կացարանք ունենաք։ Հիվանդ արա։ Արա, ես դե արած դրած ունեմ, հարգանք, պատիվ ունեմ, արա, այս մասը սրան սիրում արա։ Բայց ինչ եք տենց ասում, մենք ձեր մասին ենք մտածում, կուզեք ես ձեզ ուրիշ աշխատանք առաջարկեմ, ավելի սեզոնային ու կարճաժամկետ։ Հա։ Կցանկանաք ծիրան հավաքել։ Չեմ կարա։ Բարձրությունից եք, հա, երևի վախենում։ Չէ, ծիրան չեմ սիրում։ Բայց մենք ձեզ չենք ասում կերեք, մենք ասում ենք հավաքեք։ Արա, մերրեմ քեզ, ասենք ծառը բարձացա հավաքեցի։ Մի երկու հատ ուտելու եմ, չէ։ Կերեք։ Արա, ասեցի չեմ սիրում, ուտելու եմ, արա, ալերգիաս բռնի, իժոգա սկսի մոտս, վայ։ Ներողություն, էլի կարող եմ մի անկեղծ կարծիք արտահայտել։ Ինձ մոտ տպավորություն է, որ դուք չեք ուզում նորմալ մարդկանց նման արթնանալ, գնալ աշխատանքի, վերադառնալ տուն։ Բացատրեմ, որովհետև ինձ այդ ռոբոտային կյանքը դուր չի գալիս, ինձ իմ ազատ կյանքն է դուր գալիս։ Շնորհակալություն։ Պարզա։ Ես կարծում եմ, որ ուղղակի դուք դեռ ձերը չեք գտել եւ իմ առաջարկած աշխատանքները ձեզ դուր չեն գալիս։ Դրա համար ես ուզում եմ ձեզ առաջարկել մեկ այլ աշխատանք շինարարությունում։ Այո, շինարարությունում փորձել եմ, կարելի է։ Հա, աշխատել եք։ Չէ, ցավը տանեմ։ Այս նորակառույց շենքերը, որ սարքում են, մինչև դուր պատոհանը դնում են, ես այնտեղ քնած եմ ելնում, հետո ինձ սկսում են դնել, գալի տփելով հանում են։ Խոսքը այտենց քնել մնալու մասին չի։ Խոսքը մեշոկներ կրելու մասին է։ Արա, ես խմած այդ մեշոկները ոնց եմ դնելու մեշկից, տնկվեմ մեշկի, արա։ Գործի տեղը մի խմեք։ Ես որ չխմեմ, չեմ կարող աշխատեմ։ Լավ, եկեք ձեզ մի շատ պարզ աշխատանք առաջարկեմ։ Պահակ։ Ինչ պահակ։ Դպրոցի։ Հավատացեք, շատ անելիք չեք ունենալու։ Ուղղակի պահակակետում նստելու եք, սուրճ եք խմելու, խաչբար եք լուծելու, ծխելու եք, շան հոտ եք գցելու, հեռուստացույց եք նայելու։ Ազը չէ, ոնց որ էդի լոգշ գործ, այդեղ պրոգրես չկա, այդեղ աճ չկա, ես այդեղ չեմ աճելու, լճանալու եմ, ինձ ավելի նորմալ գործ առաջ աչքի, Հա, բայց ես ես ավելի լավ բան եմ առաջարկում, իսկ դուք չեք ուզում։ Տրորեմ։ Արդեն տրորացա։ Ինչ էր ասում։ Ասում եմ, որ ես ձեզ շատ լավ առաջարկներ եմ անում, բայց դուք չեք համաձայնվում, ես ինչ անեմ։ Արա թավը տանեմ։ Ասենք դու քո գործից գոհ ես, հա, որ ասես առավոտի ծիրիկուն հելում ես արևի տակ ճռռում ես, մարդը դեռ պետք է ասի արա կնիկս գործի ա գնացել։ Իհարկե գոհ եմ, իմ գործը շատ լավ գործ է։ Ինչքան փող ես աշխատում ամիսը։ 180,000։ Ուրեմն լսի, ես քեզ լավ գործ եմ առաջարկում։ Ամիսը քնած 400,000 փող կառնես։ Հա։ Հա, ասեմ ինչ անես։ Ինչ։ Արի, հեսա հետո մենք դիմացի կանգար, այնտեղ լավ ցեղ կա, վերցնում ճպստում եմ երեսիդ, գալի նստում ես կողքս, ամիսը 400,000-ը մխում ես, ինչ ասեմ։ Հելան, դե գնացինք։ Արի։
Ինտակոլ, երբ ժամանակն անզոր է։ Դոու հյութեր և կոմպոտներ, արևի ջերմությունն ու արևադարձային թարմությունը ձեզ համար։ Zitland, ընտրության ուժը։ Take, վերցրու, վայելիր, կրկնիր։ Ինյան, համ, որն ուզում ես ամեն օր զգալ։ Ինտակոլ, երբ ժամանակն անզոր է։ Allsell, ամեն ինչ հասանելի։ Women's Club-ում եկել է ստենդափի ժամանակը։ Դիմավորեք, Չարենց։ Կրկին ողջույն։ Ոնց եք ժողովուրդ։ Շոկ է, չէ՞, ասեք, որ շոկ է։ Շատ շոկ է։ Բայց այս շոկին մեղք են միայն տղամարդիկ։ Շատ մեղք են տղամարդիկ։ Կանայք չէ։ Չէ, իսկականից, շոկ է, ամառը բան, կանանց համար է։ Ինչ ուզում են հագնում են։ Կարճ, բաց։ Նայք, ինչքան կին անստած հովարով իրան հովասում, ոչ մի տղամարդու ձեռը ոչ մի բան չկա, տղամարդը նույնիսկ եթե տանը մենակ է, էլի հովարով իրան չի հովասնում, գիտեք թե, որտև իրան թվում է, որ կամերայով նայում են, հա, կանայք ինչ ուզում են հագնում են, տղամարդը չի կարա տոպիկ հագնի, եթե չաղ չի, մեր մաքսիմումը շորտիկն է ու մատով չստերը, շոքին։ Պրոստը դրա վատը գիտեք որն է, այդ շորտիկի ու այդ չստերի, որ սենց մի տեսակ ուրիշ ձև ես քեզ զգում, էլի, գիտեք ոնց որ մեկ ասի առաջ ես կար ասես արան դու ես շորտիկով, կամ որ ձեռքը տոպրակ ա լինում, սենց կոմպլեքսավորված, սենց ուրիշ ձև ես, չէ քեզ զգում, ինչի ա տենց։ Իսկականից ամառը կանանց համար է համաձայն, չեք տեսեք կանայք միշտ իրանք են առաջարկում գնանք հանգստանալու տղամարդկանց, տղամարդը գնան Չի ուզում, իր համար ինչ տարբերություն, որտե կխմի։ Կանայք գնում են սիրուն զագար են ընդունում, տղամարդը զագար չի ընդունում, վարվում է, պրոստը վարվում է։ Դաժե Ինդոնեզիայում, որ կինը համոզում է, սենց կրեմ կսինք, սենց նայում է կողքերը։ Կարող է Ինդոնեզիայում ծանոթ տեն, ամոթ է կրեմ կսելը։ Իսկապես տղամարդիկ վարվում են։ Եթե տղամարդը զագարով է, ուրեմն իրա զագարից կարելի է ենթադրել ինչ մասնագիտություն ունի։ Եթե այս ձախ ձեռքն է միջև ստեղ սենց զագար ընդունած, ուրեմն տաքսի ա քշում։ Եթե այս աջ ձեռը միջև ստեղ սենց զագար ընդունած, ուրեմն աջ ռուլ տաքսի ա քշում։ Չէ, իսկականից էլի, տղամարդը ամենաշքեղ հանգստից որ հետ գա, մեկ ընկերները տենալու են, ասեն, ես որտե սենց սևց է։ $20,000 փողոց արս, էլի բայց։ Տղամարդու համար ամենալավ հանգիստը գիտեք որն է։ Տրուսիկ մայքով տունը լրվել է։ Սա, վերջ, բան պետք չի։ Ընկերոջ գարաժում մի հատ պիվա խմել է, սառը, այդ է տղամարդու հանգիստը։ Գիտեք որն է տղամարդու հանգիստը, որ կաֆեներ կա է, որ սենց ջուրի սենց փոշի ա ցանում ջրի սենց բզզնում է։ Այդ կաֆեի մոտով դանդաղ անցնել է։ Որ սենց Սարյանը սենց ծայրից ծայր անցնի տղամարդը, վերջ, իրան ես կյանքում էլ բան պետք չի։ Ինքը հանգիստ է արդեն։ Այդ մատով տապոչկեքը տղամարդիկ, ես չեմ հագնում մատով տապոչկա։ Արդ շատ գեշ ա մեր ոտքի մատերը։ 10 մատա, 10 էլ տարբեր։ Ոնց որ տարբեր ոտերից հավաքած մատներ լինի։ Ոնց որ տարբեր հերերից են սաղմատը։ Ու այս դարում, որ հեռախոսիդ վրա սենց գրում է ամեն ինչ եղանակա լինելու, քամի լինելու, չի լինելու, անձրև, ձուն, մի խոսքով ամեն ինչ, մենք մեկա սպասում ենք Սուրենյանը, ինչ է ասել։ Բրենդ է, էլի Գագիկ Սուրենյանը, համաձայնեք նա ծափահարությունները։ Մտնում է եթեր ասում է, Ժորժ ջան, լավ լուր ունեմ, ցիկլոնը հեռանում է Հայաստանից 30,000 լայք է հավաքում։ Ես չունեմ տենց վիդեո։
Ես 18 տարեկանից ելույթ եմ ունում, 20 քանի տարի է, 26-28 տարի է։ Այս չունեմ 30,000 լայքով։ Ու տակը, ասենք, 10,000 հատ կոմենտա, որից 8,000-ը ապրես Սուրենյան ջան։ Ապրես։ Արա ինքը չի բրդում է ցիկլոնը։ Պրոստը ասում է, որ ցիկլոնը հեռանում է։ Ապրես Սուրենյան ջան, շատ ճիշտ մասնագիտություն ես ընտրել։ Կան նայեք, անվանի ու սիրված արտիստներ, երգիչներ, հումորիստներ, բայց անվանի ու սիրված օթերևութաբան մենակ Գագիկ Սուրենյանն է, ասեք։ Մարդ կա, որ չի ճանաչում Գագիկ Սուրենյանին, բայց ինձ այս քաղաքում մարդ կա, որ չի ճանաչում։ Ես այն օրը հարսանիք էի վարում, նստեցի տաքսի, կոստյումս կախեցի հետևը, այս իրական պատմություն է։ Թե նստեցի դիմացի, գնում ենք, վարորդը ասում է, հոգնած ես ախպերս, ասում եմ, հա շատ, ձենս էլ է կտրված, չեմ կարող նորմալ խոսամ։ Ասում եմ, դե ձեր գործն էլ գործ չի, միշտ լարված, այդքան խմած մարդու հետ, ասում եմ, հա։ Ասում եմ, բայց մատուցողները լավ էլ փող են աշխատում։ Ապրես Սուրենյան ջան։ Իսկականից ապրես Սուրենյան ջան։ Ես 28 տարի է արդեն բեմում է, մի հատ ինքնաթիռ ինչ է, որ Չարենցի անունով չդրեցի։ Ինչ է, Չարենցի։ Տաթև Ասատրյանի անունով ինքնաթիռ են կոչել, գիտեիք։ Ուրախ եք։ Ես էլ եմ շատ ուրախ։ Բայց այդ ինքնաթիռը մենակ ուրբաթ շաբաթ կիրակի է թռնի։ Մի խոսքով, ես ձեզ շատ սիրում եմ Տաթև Ասատրյանին և ապրես Սուրենյան ջան։ Ես էլ եմ մի անգամ գրել, բայց չես պատասխանել։ Շնորհակալություն Challenge Women's Club-ի համար հատուկ։ Այսօր Women's Club-ում կրկին ունենք ընկերներ, գործ ընկերներ, կարելի է ասել, որոնց հետ կրկին պետք է շփվենք։ Ուիզա, խնդրում եմ ներկայացրու։ Այվազյան and Partners ընկերության ներկայացուցիչները, ձեր ծափարությունները։ Իդեմս Վահե Ռոբեր Այվազյան, բիզնես խորհրդատու եւ բիզնես տրեյներ Դավիթ Ղարիբյան, Տաթև Մհերյան։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ, մենք շատ լավ ենք, իսկ դուք։ Շատ լավ։ Ինչ գործունեություն եք ծավալում։ Մեր ընկերությունը Այվազյան and Partners-ն է, բիզնես խորհրդատվական ընկերություն։ Հիմնականում զարգացնում ենք բիզնեսը Հայաստանում, արդեն ողջ աշխարհում։ Ոնց եք անում դա, մի հատ կասեք, այնց հետաքրքիր է։ Դուք բիզնես ունեք։ Ես ուզում եմ բիզնես ունենալ։ Դուք օգնում եք, որ մարդը բիզնես ունենա, թե եթե ես բիզնես ունեմ, ել ինչ եմ գալիս ձեզ մոտ։ Որ ավելի զարգանա։ Հասկացա։ Իսկ եթե չունեք, որ չունեք, դա էլ բացում ենք։ հա բացում եք դուք մեր տեղը բիզնես։ Բիզնեսը բացում ենք, նոր գալիս ենք դիմում ենք ձեզ, թե բիզնեսը չբացած գալիս ենք։ Օրինակ ունեցել ենք, երբ որ բիզնեսը մենք ենք բացել 0-ից, ու բիզնեսներ են եղել, երբ որ մենք զարգացրել ենք։ Այվազյան and Partners-ը բացի բիզնես խորհրդատվության ծառայություններ իրականացնելուց, արդեն ներդրումներ է կատարում հյուրանոցային եւ ռեստորանային ոլորտում, Հայաստանի կուրորտային քաղաքներում։ Արդեն ունենք պրոյեկտներ Դիլիջանում, Հաղպատում, Գառնիում, Դսեղում ու տարածվելու ենք ամբողջ Հայաստանում։ Լավ։ Ինչ նորություններ ունեք։ Ունենք նորություն Stay ծրագիրը, որը բացվում է Staff and Training All Year։ Եթե մենք հիմնականում իրականացնում ենք 1 ամսյա կամ 2 ամսյա դասընթացներ բիզնեսների համար, ապա Stay դեպքում 1 տարվա պայմանագիր ենք կնքում 30% զեղչում է, բավական մատչելի է լինում։ Stay պայմանագրի հիման վրա մենք մեր բիզնես էքսպերտների միջոցով դառնում ենք տվյալ ընկերության բիզնես տրեյները եւ բիզնես խորհրդատուն ամբողջ տարին։ Այսինքն ամբողջ տարի եթե կունենան բիզնես խորհրդատության կարիք, եթե կունենան դասընթացների կարիք վաճառքից, սպասարկումից մինչև մարքեթինգ եւ կառավարում, այդ բոլորը իրականացնում ենք։ Հրաշալի է։ Այսինքն բիզնես կառավարիչը կարող է դիմել ձեզ, որ կոնկրետ աշխատողի հետ դուք ունենաք դասընթացներ, որ ինքը այլ ավելի ընդհանրենք որպես մենեջեր այլ ավելի զարգանա։ Այդպես թե ամբողջ ստաֆի հետ։ Թիմի հետ։ Ղեկավար անձնակազմի հետ առանձին, սպասարկող անձնակազմի հետ առանձին, մարքեթինգի թիմի հետ առանձին, ամբողջ թիմի հետ, ամսական 2 կամ
4 օր հանդիպումով։ Հասկացա։ Իսկ ում համար է թեյը, ովքեր են ձեր հաճախորդները։ Այս նոր ծառայությունս թեյը ինչով է լավ, քանի որ մեր հաճախորդները հիմնական խոշորներն են եղել, եւ մսամթերքի խոշորները եւ բանկերի խոշորները եւ նավթամթերքի խոշորները, վառելիքներ մուծողների, ապա թեյ ծրագրի դեպքում արդեն մեր հաճախորդները կարող են լինել փոքր եւ միջին կազմակերպությունները, որոնք ավելի փոքր թիմեր ունեն։ Ինչքան մասնագետ ունեք ձեր կազմը, ձեր ընկերությունում։ Անտիվան համար կարծում եմ, եթե sense շատ մեծ չենք, բայց հասցնում եք բոլորին։ Բայց ունենք նաև ներկայացուցիչներ Սաուդյան Արաբիայում, Էմիրատներում, մեզ ավելի հետաքրքիր այդ շուկաները եւ չինական, հնդկական շուկան։ Իսկ դեզնից յուրաքանչյուրը քանի ծրագիր է ստանձնում տարվա ընթացքում։ Ենթադրենք քանի կազմակերպության հետ կարող եք աշխատել անձը։ Մինչև 3 մի էքսպերտը բավական որակյալ արդյունավետ ծառայություն է մատուցում, բայց ամեն մեկը ունեն իրենց օգնականներն էլ։ Այսինքն դա ինչ-որ ժամանակահատված է, հա ճիշտ եմ հասկանում։ Հիմնական 6 ամսից 1 տարում բավական բան ենք հասցնում, եւ ծախսերի կրճատման տեսանկյունից, եւ շրջանության աճի տեսանկյունից 6 ամսից 8 ամիսը բավական է։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր ունեն բիզնես, բայց մի քիչ կաղում են, հա, չեն կարողանում տենց, մի քիչ սխալվել են հաշվարկների մեջ, հա, ովքեր խնդիրներ ունեն, որ առաջատարները, ովքեր շատ լավ է իրենց գործերը, իրենք ավելի շատ են մեր հաճախորդների մեջ, քան ովքեր որ կաղում են։ Որպեսզի ստաբիլ լինի իրենց բիզնեսը, հանկարծ ասեմ ավելի նոր բիզնես բացելուց, եթե առաջի բիզնեսն է ու փոքր ներդրումով է, մենք անվճար ծառայություն կմատուցենք, այդպես 17 տարի է այդպես ենք անում։ Վայ, բա դրա մասին շատ բարձր է պետք ասել։ Չէ, դες նորից ասեմ ու բարձր։ Հա, էլի, խնդրում եմ, որովհետև շատ մարդիկ այնտեղ ուզեն օրինակ։ Խնդրեմ, բիզնեսը։ Արդեն 17 տարի է, եթե կան գործարարներ, որ փոքրիկ ներդրում ունեն ու ինքնուրույն պիտի անեն ու փորձ չունեն, մենք ամբողջությամբ անվճար ինչպես արել ենք, այնպես էլ շարունակելու ենք անել երևի մինչև մեր կյանքի վերջը։ Հրաշալի է, ծափարություններ։ Եվ ոնց կապեն ձեզ հետ։ Ողջույն բոլորին, մեզ հետ կապ հաստատելու համար կարող են զանգահարել 099 58 19 19 համարով եւ մենք կկազմակերպենք անվճար խորհրդատվությունը հենց Վահե Ռոբեր Այվազյանի հետ։ Գերազանց է։ Դավիթը որոշել էր, որ ասեր շուշուտ որ գալիս ենք, դե շատ ենք կարոտում, դրա համար ենք գալիս։ Չասել է։ Ամաչում է, ասի Դավիթը։ Ասա Դավիթ ջան։ Դե շատ ենք կարոտել, դրա համար ենք գալիս։ Այ ապրեք դուք, ապրեք։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն։ Երկար սպասված նորույթ մեր գլխավոր գործընկեր Տինտակոլից։ Ակվաշիլդ ջրամեկուսիչ թաղանթ, որն արագ չորանում է, ունի բարձր էլաստիկություն եւ դիմացկունություն։ Էկոլոգիապես մաքուր է, հարմար է հատակների, տերասաների, պատշգամբերի եւ այլ տարածքների համար։ Կիրառելի է նույնիսկ տաքացվող հատակների ու փակցված սալիկների վրա։ Ակվաշիլդ արագ հուսալի ջրամեկուսացում առանց բարդությունների։ Տինտակոլ, երբ ժամանակ նանզոր է։ Եթե այսօր արևադարձային համերի աշխարհը բացահայտեինք, որ միրգը կընտրեիր։ Առանց մտածելու արքայախնձոր։ Իսկ ինչու ես հարցնում։ Որովհետև դոլը հենց այդ արևադարձային համն է պարգևում մեզ։ Այս հյութերը հնարավորություն են տալիս վայելելու թարմացնող համ հարուստ սննդարար նյութերով եւ վիտամիններով։ Իսկ ինչ համային ընտրություն ունենք։ Նայ, կարող ես ընտրել արքայախնձոր եւ մանգո, արքայախնձոր եւ նարինջ կամ արքայախնձոր, նարինջ եւ բանան միասին։ Ընտրությունը լայն է։ Իսկ եթե նախընտրում եմ դասական համերը։ Այդ դեպքում կարող ես 100%-անոց արքայախնձորի հյութը փորձել։ Կարծում եմ արժե փորձել։ Դոլ, արևի ջերմությունը յուրաքանչյուր կումի մեջ։ Թեյքը որակյալ սուրճի, համեղ ուտեստների եւ հաճելի պահերի ժամանակակից վայր է, նախաճաշի, լանչի, հանդիպումների եւ արդյունավետ աշխատանքի համար։ Համեցեք Թեյք Երևանում, Աբովյանում եւ Սևանի Մայրուղու վրա։ Թեյք վերցրու, վայելիր, կրկնիր։ Ուզում ենք ձեզ ներկայացնել մեր շուկայում նորույթ Սահարսան կաթնամթերքի բրենդը։ Սահարսանը ներկայացնում է բացառապես կովի անարատ կաթից պատրաստված լայն տեսականի ստեղծված նրանց համար, ովքեր կարևորում են թե որակը, թե հաճելի համը։ Բրենդի տեսականու մեջ կարող եք գտնել վիտամիններով հարստացած կաթ, պանիրներ, ինչպես նաև շատերի սիրելի մրգային եւ շոկոլադե կաթեր։
Սահարսանի մրգային եւ շոկոլադե կաթերը կարող են դառնալ օրվա համեղ ընդմիջումը։ Դպրոցում, աշխատանքի վայրում, ճանապարհին կամ պարզապես տանը, ընտանիքի հետ։ Սահարսան, համ, որ ուզում ես գրկել։ Բացահայտեք Քոթնի նորաձևության աշխարհը։ Նորաձև հագուստ, որակ եւ հասանելի գներ կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Քոթն։ Արամի 4, կոտորակ 2 հասցեում։ Ապագա մայրիկ ես, թե նախապատվությունը տալիս ես վեգանական խոհանոցին։ Եթե կարծում ես, թե սիրելի սուշիից պետք է հրաժարվել, ուրեմն դեռ չես բացահայտել ինյան հենդրոլը։ Հատուկ տեսականի հղիների համար։ Իսկ վեգանների համար բուսական ու մրգային կատարյալ համադրությունը։ Պատվեր կարող եք կատարել զանգահարելով 8034 կարճ համարի։ Պատվերները ընդունվում են նաև ԱՄՆ-ից զել վճարման համակարգի միջոցով։ Ինյան համ, որ ուզում ես ամեն օր զգալ։ Օպա։ Ես լիմոնով մի անգամից կուտեմ, նայ Լուիզա։ Լուիզա, զգում ես չէ այս հարմարավետությունը։ Իհարկե զգում եմ։ Այնինչ հիմա զգում ես լեգենդար կահույքի Sitland բրենդի ձեռագիրն է։ 65+ տարվա փորձ, նորարարական մոտեցում եւ բարձր որակ հոռեկավոլորտի գրասենյակների ու կոմերցիոն տարածքների համար, երբ դիզայնը ոչ միայն գեղեցիկ է, այլև ստեղծված է հատուկ քեզ համար։ Բացահայտիր հարմարավետության նոր չափանիշները այցելելով Սայատնովա 40։ Տինտակոլը ներկայացնում է Bond Master էպոքսիդային կարանյութը, ամրության եւ պաշտպանության նոր մակարդակ։ Չի կլանում ջուր, չի թողնում խոնավություն եւ պահպանում է իր անթերի տեսքը երկար տարիներ։ Հիանալի ընտրություն է լողավազանների, լոգասենյակների եւ մոզաիկաների համար։ Դիմացկունը չի փոխում գույնը եւ մնում է նույնքան հուսալի, որքան առաջին օրը։ Անվտանգ է, էկոլոգիապես մաքուր եւ ստեղծված երկարատև օգտագործման համար։ Տինտակոլ, երբ ժամանակն անզոր է։ Allcell-ը ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհ է, որտեղ ներկայացված է էլեկտրատեխնիկայի լայն տեսականի, սմարթֆոններից մինչև խոշոր կենցաղային սմարթ սարքեր։ Այստեղ կարող եք գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր առօրյան ավելի հարմար, արագ եւ սմարթ դարձնելու համար։ Allcell վաճառասրահները գործում են Երևանում եւ Գյումրիում, իսկ վերջերս իր դռներն է բացել նաեւ Կապանի նորաբաց խանութ սրահը Շահումյան 25 հասցեում։ Գործում է նաև առաքում ՀՀ ամբողջ տարածքում։ Allcell-ում ձեզ սպասում են համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի օրիգինալ արտադրանք, մրցունակ գներ եւ հուսալի երաշխիքային սպասարկում։ Allcell, ամենուր, ամեն ինչ հասանելի։ Ներկայացնենք մեր այսօրվա վերջին համարը։ Այո։ Եկեք միասին տեղափոխվենք մի շատ հեռավոր գյուղ, այնքան հեռավոր, որ Հայաստանում չէ։ Շատ արտասովոր դատական պրոցես։ Բեմը արտակում է Women's Club-ի մեծամասնությունը ձեր բարձր ծափարությունների ներքո։ Գնացինք։ Բարև Սիրարփի ջան։ Բարև Հարգար Ժանդատարան ջան։ Ո՞նց ես։ Լավ եմ Հարգար Ժանդատարան ջան, դու ո՞նց ես Հարգար Ժանդատարան ջան։ Դատարանը վատա։ Հա։ Երեք առիթի էր դատարանը, շատ ախմ է։ Փորը ցավմա դատարանի։ Ոյ քորացա ես Հարգար Ժանդատարան, բա ինչ առիթ էր։ Դատարանի ախպերը երեխայր ունեցե։ Շնորհավորում եմ Հարգար Ժանդատարանը հոպարադառել էլի, հա։ Ապրես։ Բայց ես այնց վատը եմ, այսօր կարող այդ համ տուն, հա։ Բա դատը Հարգար Ժանդատարան։ Ինչ դատ։ Ինք ասես 18-ա։ Պարոն դատարան, չէ, դատը չէ, դուք դատավոր եք, դուք պիտի դատեք։ Արա, երեք շատ ախմ է, դատարանը շատ ախմ է։ Բա ինչ դատա այսօր, չենք կարա ծրենք հետո անենք։ Չենք կարա։ Ինչ դատա որ։ Են մեր սիրած գործերից, հա։ Արա, ջոգա, լավ էդի լավ կանցնի։ Ասա դե թողան, բայց արագի մեջ գրդոն անենք պրծնենք եթան, հա։ Հա, համենան թող։ Հա, ասա թողան։ Արա, ցանած կդի արա, ու ներվես կերար արա, հեցի արա, հեցի ես ծալում արա։ Այ չլավ արա։
Արա կատացեց ուշկտ կեթարա։ Արա եկամա։ Ոցե։ Հարգար ժանդատարան։ Արա եկամարդը սարա։ Արա պատու։ Արա վարդը որին կնգացաղ գեղը ջրես պրս արավի չորցս ծպտու չար իլարա։ Արա վետ լերություն էլա։ Տատարա։ Աղշեսի չով եմ խպում։ Հարգար ժանդատարան, դե ծիրանի սեզոններ չակուչը տարել եմ, բայց ես կվերադարձնեմ, վաղ կվերադարձնեմ։ Մորա սարը, լավ, լերություն, ինչ է պատահը։ Ուշադրություն, լրություն դատը սկսվում է։ Սկսվում է դատը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1001 լինող դեպքերի օրենսգրքույկի 7-րդ հոդվածի համաձայն քաղաքացի հնձվոր հայցվորը դատի է տալիս քաղաքացի Ալբերտո Նազարյանին առ այն, որ նրա մատադոր չշեղվենք, ցուլը բռնի կերպով տիրացել է Սիմոնյանի կովին եւ վիրավորել նրա անասնապատվությունը։ Այո, հարգարժան դատավոր։ Հիմա ես քեզ կասեմ, այս եզի ցուլը տիրացել է իմ կովին։ Տիրանա լվորնա, անենց հա ժարիտար է դարել է վելդան ստե։ Արա չկատես բան արա իմ ցուլը իրա կովին կճղագով չի կպե արա։ Իչը գորգրում արասի գյուղապետարն արա, քաղաքավարի պայք ձեզի կավա գիտեք ես երևանի քաղաքապետարն ոնք իզում ձեզի պարմ է կարա։ Հետ ագես, թուլս է, վայ թուլս է։ Տատարանը գնում է վճիր կայացնելու։ Արա ինչ վճիր հլը բան չեն դասը։ Հա, ուր են քննարկելու։ Ես էլի շելա բան։ Դատը որի է պամբիրանես, յա էշի։ Այ, պրկերես, դու ամոտ չունես, այսուր բերիր մեզի հասցերիր դատարանի դռները։ Նամի չեք բողոքում արա, ձեզի բերել եմ կանդիցաներով տեղ, լավ չի։ Բո էլի կարա։ Վայ արա։ Հասեք ինչ այլև, ոնց այլեք ցուլը կովին տիրացե։ Հենց ըտենց, ալա ավելի բեթար։ Անապուրկանից չեմ կար ասեմ։ Ձերդ գեղազանցություն։ Կարող եմ պաշտպանվել։ Հե, մի հարկե դուք խոսացեք։ Ուրեմն, ես միշտ ասել եմ, մեր գյուղի մեջ ամենալավ ցուլը դադավորն է։ Հարդուղարին կփաստի։ Ուրեմն մի կորգրացեք հավայի, ես առաջարկում եմ կորգրալ փաստերով։ Ես ունեմ փաստ, որը ապացուցում է, որ իմ ցուլը մեղավոր չի։ Ոնց։ Փաստ ունեմ ես։ Ուրա։ Ուրեմն։ Գիտեք իմ ապմանկայր, հետո։ Գիտեք իմ ցուլը վիսակա կայֆեր չնի բան ցուլա։ Միջև վիսակա կայֆեր չնի, ինքը իրա ցլամատը մատին չի տա։ Ինքը իրա օգտը բնիշ չի հանի։ Իմ ցուլը ազնվական ցեղից է, էլի։ Ոսկե ցլի կինոյի մեջի ցլի թորն է, էլի։ Սա քեղը գիտի։ Արա ինի մենակ մարալա սիրում կամ ջեյրան, կամ ուրիշ ցուլ, հոլանդական սորտ է, էլի։ Այնի կովիկոն չէր նայ, աղբեր, կամ էր կայտա կղել է երևի։ Չէ տենց սեքսիստական բաներ խոսում, էй։ Չի կարա տենց, բա ոնց կարելի է։ Ոնց կարելի է զոհին մեղադրել։ Արա բա կարող ես թեկուզ եւ տկլոր ա եղել։ Եթե տկլոր ա եղել, ռուս տուրիստ աղջիկների պես առանց լիվ 4 ռազմեր պատները տնգացել էլա դուրս։ Արա իմ ցուլն է ցուլա ուլչի։ Հոպես։ Արա իմ ցուլն է կաղոտես գրգրվել է կարներայի շրջան էլի։ Արա այ ցուլի մե։ Համի ամառա շոքա ճտմեն։ Արա սապարա, արա ինի ցուլ արա ինի շոքի ամառա տը գարուր արա։ Համը կարներայի շրջան փոխաբերական իմաստով եմ ասում, էլ ես կուլտուրական ռեմոնտ արաստեղը չասեմ խսխանած։ Արա ճիշտ են ասում էլի, արա կարմի կովի տիրոջ կաշին չի փոխում, աղբեր։ Հատ հավաքվեք, պահպանեք համակեցության կանոնները։ Էդ ո՞րն է հարգարժան դատարան։ Չգիտեմ։ Սուս մնալու հետ կապված բան է, այդպես լուր դինջ լրվելու ոնց որ։ Պարոն դատավոր, ես քեզի ասեմ, որ սրա ցուլը շատ հաբրգած ցուլ է, այն օրն էլ գյուղամիջում քրոջս հետևից ա ռեբլիկ թողե։ Ինչ ասել։ Բա քրոջս տեսել ասա մու։ Հայ, դե ցուլը տեց ասում, ի՞նչ։ Հա, միջև վերջ լսի։ Ասելա մու։
Սիշ լավնա հետևըտ։ Արա լավնա։ Հարգարժան դատավոր, դու դրա քրոջ դատավորը տեսել ես։ Ամեն ասեք քուրը տիշ գործ ունի, ցերեկը ժամը 4-ին դեղի մեջ։ Դու քրոջ հետ ինչ գործ ունես։ Հիմա այնեն մի քիչ ազատ ապրող աղջկա, քո ինչ գործնա, էй։ Արա, եկեք այս հարցը չդնենք վերցնենք։ Հիմա ինչա ձերուզածը։ Արա, ես ուզում եմ ախպեր, որ սրա կովին դատապարտեն գոմային կալանքով։ Չեմի չէ, անրային մույթ զրգեք, չկանա խոսա։ Արա, գոմական կալանք, որ տվիք իմ թլին է ծուլը մեր ընդարիքի ինքնա պահում, իրիկունով է տալու տաքսավատանի, Գոյեղի, որ գոմային կալանք են տալի, ոչ թե տնային են, ասուրոյանց ծուլին տվին տնային կալանք, մի կեպ զորով մծերին տուն սաղ տունը ավիրելա։ Էտա ուզացըտ, տնային տվեք։ Հարգարժան դատախազ, ուրում ես սրանց կով է, ես ասեմ, պիկ մի կով է։ Ասեմ, էլի ասեք, տագնոր, բան իմ ծուլը տեսը պրտպլ է, մի ինչ խոսքում։ Սոտից բաներ չխոսաս, նազի մույ ասում, չխոսում է։ Արա, բայց իրեն քյոր հոր վաղցվանից իրար հետ շպվել են արա։ Արա, որ դոս գիտես։ Ոչ, չես հիշում ես սամոյենց հարսանի քյոր է, որ լավ խմանք իրար հետ։ Իշակա։ Որ եկա խմակ ասիք չքշենք, կաբենք այդ բաներ տակ։ Բավո կաբեցիք սաղ գիշեն իրար հետ ֆլիրտ մլիկ ֆոլոմոլո են տվե, արվածակի կոմն է ասենք բան ա եղե, թուլ ծրել է։ Թուլցերը։ Ինչ է։ Դատարանում գնում եմ յատը քննարկման։ Արա, ես դատա որը սպանես թողեց արա։ Վեց անգամ գնացեք ավարա։ Արա, գեղա մարդ վլարը որց է սարը տեղավորվի, արա չես տեղավորվի բարա, կանի գտասեք հասկացնք, արա ասենք թե, հմի ասենք թե, բրնե գոմպել է, ասենք ինչ։ Գոմպել, արա, եկա մարդ է, սարա։ Սիրալպի ջան, դատարանը ես թուղթը պրծծրեց։ Նա թազա բանարատ պատվիր է։ Արա, գասեք տենեք ինչ ենք անում, արա, արդեն ներնայց այս շոքից է մերը արդեն, արա։ Կովի վրա բրնության հետքեր կա։ Բնության հետքեր կան, կա չորացած սաղիկ, թրիկ ու սատկած մոծակ։ Այ կովի չիր, ասում եմ բրնության, ոչ թե բնության։ Բրնության հետքեր են եղել դադաղաս ջան։ Որ հատվածում։ Լևացել ենք մաքրվել այլ չկա։ Ախպեր, ես հիշա, կովից դեմի ոտի ծնկները կարմրած էր։ Հա որ մասերում այդ դեպք է եղել։ Խանութի մոտ կամերա չկա ինչի։ Կանչ չկա։ Ոնց, կամերա կա, այն չէ գլուխ ու փորձ հարցնում։ Կամերա ստուդիո, կանչ է կամերային։ Կամերա չէ, հարիլ է։ Հարև ձեզ։ Չեմ հավատում ես կամերա մամերեն, սրանք սաղ արստական ինտելեկտ է։ Հարև ձեզ, պարոն դատահորդ։ Դատա չկատանցած չալի, դատավոր։ Դատավորդ։ Արա ասա ինչ ես տեսել։ Հա, ասեմ, տեսել եմ։ Այդ կովն ու ծուլը, ասենց իրար հետ գնում էին, այսենց կսմրտվում էին, այսենց, կսմրտվում էին, այսենց։ Հա լավ, չկերա։ Ոչի։ Կսվում էին իրար, կսվում էին, հետո բարձրացան, հելան, վերև, այդից էլ բան չեմ տեսել։ Արա աշկից 48 ժամը անցել է ջնջվել է սրա հիշողությունը։ Այո, ես թե խառն էի պրոստը։ Հա, դավայ գնաց դեից, մեջ ես մեզ, որ գնում ես գնա նորմալ կռիշում կայնի սաղ։ Դա ոչ ես համարացած ես ինչ ալեմ ասում։ Հաճա, դու էլ մի քիչ սես։ Մամ լավելի, մամ։ Եկա հորթ է սարա լավարա, ես քեզի չես պար։ Տարականիր, լսեք էլ է։ Հա, սենց չիլնի, վկայ ապետք, վկակա։ Վկակա, պարոն դատաստան։ Վկավ ստուդիո, կանչեք։ Վալույս, come here։ Էլեսի վկայա։ Բարյաջողուն հարգելի դատարկան համակարգ։ Վալույս։ Բայլուս։ Ասատենամ, ինչ կասես այդ կովիդ տիրանալու պահով։ Հորս ազիզ արև ես անգամ ես մարտով չեմ կպել այդ։ Ախպեր, ես տտես չեմ եղել, ես մեր տանն եմ եղել բադերիս հետ։ Արա, մոշխալ, հրարիստ է։ Արա, դու չասիր, որ տեսել ես իմ կովի ու իրացիլի, Արա, ես քո կովի ու սրա ցուլի մասին, արա, քրտի։ Այո, վերոնշալ ցլի եւ ներքոնշալ կովի։ Արա, կապենիա վերևիցել արա։ Իրար հետ մերձանալուց տեսել ես։ Հարգելի դատավոր մերձանալ չգիտեմ, բայց տեսել եմ ոնց է սրա ցուլը, սրա կովին դոմփել։ Բա ես քոյես։ Որտեղ ես տեսել։ Գյուղամեջի խանութի հետևը։ Ուրեմն կանգնած եմ, տենամ սրա ցուլը, սրա կովին բդելով բերեց։
մցրեց բան այդ խանութի հետևը ու հետո ձեներ էր գալի ինչ-որ մու ախ շլոպայ մինյա շլոպայ baby Արա այդ տարականի վիզ Ինչ ես խոսում Ոնց կարա կովը տենց բաներ ասի Ախպեր ես ինչ չեմ ալեմ իրա կովնա իրա ցուլնա անել Հիմա չգիտեմ կարող է երեխեքը TikTok էին նայում, ինչ էին անում, բայց ես այդ ձեները լսել եմ։ Արա դա գյուղապետն է եղել, արա քարտուղարու հետ, արա։ Չէր կարեմ, Alen կովից չէր կարա ձեն գարետի եսի մեն կովից աղի կամեն կոմից է է։ Սոցելը, ուրիշ մանրամասներ ինչ կասես։ Ոչ մի մանրամաս չգիտեմ, հորսավ ես ինչքան հարց տվի կախպե։ Հապա հարցաքննությունն է։ Հարցաքննությունը հարցաքննիկ թողի կարա է։ Ռադը քաշ։ Լավ գրացեք հաստատ ազատ եք։ Լավ, դուք վգա եք ճարելա, բադալին բերել եք վգա, հալա։ Լավ, ես չես սպասում, ախ։ Պատմություն սարքի կարա։ Դատարանը Այդ ուխտին չէ լավ սիրավ։ Երևանից զակաս եմ տվել, այն ձեր սիրած 2 սլոյով փափուկներից հեսա գալիս է։ Այդպես չեմ ձգի։ Վեճեր կայացնելու համար պետք են ձեր կովի եւ ցլի ծննդականները։ Տվեք ստե շուտ։ Արա ցլի ծննդականն ու ազդագիրը բամ, դեսպանատանն է։ Արա տվեք ստե։ Էսի լավա։ Էսա ծննդականն է, չէ։ Ստե։ Այդ օգտագործի ցալի։ Հարգելի գյուղացիներ, ես նորություն ունեմ։ Կովի անալիզների պատասխանը եկել է։ Հիմա հարգարժան դատարանը կգա կասի ամեն ինչ։ Աշխիս դատարանի անալիզների պես է այդ կովը։ Այ արա։ Ատենանք ինչ ասեմ։ Էսի ավել ցավան։ Ես ես անալիզը վերցնեմ գամ։ Գնա։ Մի խելացի բան ասա քեզնից չէ։ Արա ինչ ասեմ ես շշեկել եք եկակ դուներով չեկակ արա եկած։ Այս դու գիտես ես դադավոր մտող չեմ, բայց Էս ինչա, սիրարփի։ Հավաքվեք։ Ինչա։ Կովի անալիզների պատասխանը պատրաստ է հարգելի գյուղացիներ։ Հալա։ Մեր կովը, ձեր կովը հղի է։ Ինչ ասում է։ Արեսի բա դած չի, էսի լավ լուրա։ Էսի լավ ուրախ լուր ախպեր, էսի պետք է նշվի ախպեր։ Էսի լավ լուրի լիստա։ Ախպեր, ես այդ տվեք կովից մորդ եմ։ Արա կովդ մուրազի վրա թո հորդ ունենա ցլիս անունով կդնենք անուն ախպեր, ես ցլիս կմորտեմ 7 օր 6 գիշեր մի կիրակի քեֆ կանենք։ Պարոն չկա, դու գալիս ես դատավոր։ Ես մի քիչ լավ չեմ։ Հələ անալիզների պատասխանը տու։ Գնա վերջ անգամ այդ հարցերը լուծեմ կամ։ Այո, հելա, արի։ Ավարտվեց Women's Club-ի հերթական հաղորդումը եւ մեզ մնում է շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին։ Շնորհակալություն Beauty Fabric գեղեցկության սրահին մեր աղջիկների դիմահարդարումը ապահովելու համար, շնորհակալություն Meline գեղեցկության սրահին մեր աղջիկների վարձահարդարումը ապահովելու համար եւ շնորհակալություն Women's Club-ի ոճաբան եւ դիզայներ Արայիկ Գավաջյանին։ Իսկ մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց ժամը 21:00-ին։ Կհանդիպենք։